Ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի հայրենակիցներ Բորդո քաղաքից Ֆրանսիայի, իմ կողքին է մեր եկեղեցու հովիվը Բորդո քաղաքում ու միասին տոնեցինք Հիսուս Քրիստոսի հարության տոնը հրաշալի մթնոլորտ, դուք կադրերում կարող եք տեսնել, լիքը մանուկներ են, լիքը հայեր են հավաքված այստեղ ու միասին պաշտում են Տիրոջը։ Հովիվ Արսեն ջան, ինչ կա սրտումդ, որ ուզում ես ուղես Ֆրանսիայի հայրենակիցներին։ Փառք մեր Աստծուն եւ շնորհակալ ենք այս շնորհի համար, որ մենք հնարավորություն ունենք այս քաղաքում ունենալ Տիրոջ տունը, Տիրոջ եկեղեցին եւ այդ տան մեջ երկրպագենք ու մեծարենք, փառաբանենք մեր Արարչին, մեր Տեր Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Թանկագիներս, ողջունում եմ ձեզ եւ հրավիրում եմ, որ միասին մենք բարձրացնենք մեր պաշտամունքը դեպի մեր Տեր Աստվածը եւ այդ արժեքները, աստվածային արժեքները, որ մենք ունենք, փոխանցենք մեր սերունդներին, կերտենք նրանց մեջ աստվածապաշտություն, աստվածավախություն եւ իհարկե մեր ազգային արժեքները, մեր մարդկային արժեքները, որ գալիս է երկնքից, մենք կարողանանք այն եւ մենք պահենք եւ փոխանցենք մեր սերունդներին։ Աստված օգնի ձեզ։ Ամեն։ Հովիվ Արսեն ջան, բացի դրանից, գիտեք, մշակույթը այնքան կարևոր բան է իրանից ներկայացնում, երբ որ մանավանդ այնպիսի տեղում են, որ Եվրոպայա կոչվում, մի քիչ դժվար է, մի քիչ չէ, շատ դժվար է։ Սիրելիներ, եթե Բորդո քաղաքի մերձակայքում եք գտնվում կամ հենց Բորդո քաղաքում, ուզեք, որ ձեր երեխաները հայ մնան, գան հայերենով պաշտեն Տիրոջը, եկեք միասին մեծ լավ ընտանիք եղեք ու համ կմնաք քրիստոնյա, համ էլ կմնաք հայ։ Աստված օրհնելով օրհնի ձեզ, հասցնել գրված կլինի այս տեսանյութի ներքևում, կարդացեք, իմացեք ժամերը եւ դարձեք մեկ ընտանիք։ Տերը օրհնելով օրհնի ձեզ։ Ամեն օրհնված լինեք։ Դու միակ հույսն ես մեր, դու միակ հույսն ես մեր, ով Տեր, դու միակ հույսն ես մեր